Ամերիկացի բանաստեղծ Վիպասան եւ գրաքննադատ Ռոբերտ Փեն Ուորենի «Արքայի ամբողջ թիկնազորը» վեպը լույս է տեսել 1946 թվականին, հեղինակին արժանացնելով Պուլիցերյան մրցանակի։ Իսկ 1958 եւ 1979 թվականներին Ուորենը Պուլիցերյան մրցանակ է ստանում նաեւ բանաստեղծությունների ժողովածուների համար։ Հետաքրքիր է, նա միակ գրողն է, որ այս մրցանակը ստացել է թե արձակի, թե պոեզիայի համար։ Գրքի գլխավոր հերոս Վիլլի Ստարկի նախատիպը Հյու Փիրս Լոնգն է, Լուիզիանայի նահանգապետ, հետո սենատոր, որ սպանվեց 1935 թվականին։ Ուորենն առնչվել էր Լոնգին, երբ դասավանդում էր Լուիզիանայի պետական համալսարանում։ Իր հոդվածներից մեկում հեղինակն անդրադարձել է գրքի ստեղծման նախապատմությանը, նկատելով, որ եթե չգնար ապրելու Լուիզիանայում եւ եթե գոյություն չունենար Հյու Լոնգը, վեպն էլ չէր գրվի։ Բայց Ուորենը նաև զգուշացնում է, դա չի նշանակում, թե գրքի միջավայրը հենց Լուիզիանան է, վեպի հերոսն էլ Վիլլի Ստարկն էլ հանգուցյալ նահանգապետ Լոնգը չէ։ Պարզապես Լուիզիանան եւ Հյու Լոնգի վառ կերպարը գրողի մտքերին ու հույզերին համապատասխան ուղղությունն են տվել։ Հյու Լոնգն իր ժամանակի համար իսկապես անսովոր ու արտիստիկ կերպար էր, հուզական ելույթների եւ իհարկե ամբողջներին հաջողանալու վարպետ։ When it's sunny June and December too, or in the winter time or spring, there'll be peace. Նա հայտնի էր ծովային արքա մականվամբ։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ հանդես էր գալիս բոլորն արքային, բայց ոչ ոք թակ չի կրում կարգախոսով։ Հավանաբար այստեղից է ծագում գրքի վերնագիրը՝ «Արքայի ամբողջ թիկնազորը»։ Լոնգը դեմոկրատական կուսակցության անդամ էր։ 1932-ի նախագահական ընտրություններին իր աջակցությունը հայտնեց Ֆրանկլին Ռուզվելտին, իսկ հաջորդ տարի հայտարարեց, որ մասնակցելու է 1936 թվականի նախագահական ընտրություններին։ Շատերը այս մտադրության հետ են կապում նրա սպանությունը։ Վեպը գրելու խթաններից էին նահանգապետի գործունեության մասին տարածված ժողովրդական միֆերը։ Դրանցում նա աղքատ ու ճնշված խավերի հերոսն է, ով ձեռնոց է նետում կոռումպացված ու փչացած էլիտաներին եւ անվճար բարիքներ ստեղծում հասարակ ժողովրդի համար։ Հանուն արդարության հերոսի նախատիպը Հյու Լոնգը, իր ողջ հակասականության փանդերձ, ինչպես ցանկացած քաղաքական գործիչ, իրապես մեծ ներդրում է ունեցել նահանգի կյանքում։ Նրա կառավարման տարիներին տպավորիչ շինարարական բում է եղել։ Տասնյակ կամուրջներ, ճանապարհների հազարավոր կիլոմետրեր, նոր դպրոցներ, աշակերտներին անվճար դասագրքեր տրամադրելու շնորհիվ դպրոցներում սովորողների թիվն աճել է մոտ 20%-ով։ Նվազել է անգրագիտության մակարդակը եւ հատկապես աղքատ ընտանիքների ու սևամորթների շրջանում։ Բարձրագույն կրթություն ստացողների թիվն առնվազն կրկնապատկվել է։ Հյու Լոնգը մեկուսացման քաղաքականության կողմնակից էր։ Դեմ էր այլ երկրների ներքին գործերին Ամերիկայի միջամտությանը։ Հանդես էր գալիս ամերիկյան ավանդական արժեքների ամրապնդման օգտին։ Թե այս գաղափարների, թե արտիստիկ վարքի համար Հյու Լոնգին հաճախ են նմանեցնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Հյու Լոնգը նաև հակաէլիտիստական հռետորաբանություն էր կիրառում։ Նա կողմ էր խոշոր ընկերությունների հարկերի բարձրացմանն ու հարստության արդար վերաբաշխմանը։ Նահանգի բարեկեցիկ ընտանիքներն ատում էին նրան, ինչի մասին նաև հեղինակը Ուորենն է պատմում իր հոդվածներից մեկում։ Բայց այդ հարուստ մարդիկ ըստ Ուորենի չէին խորհում այն ակնհայտ փաստի մասին, որ եթե նահանգի նախորդ կառավարություններն ինքնագոհ, ծույլ ու ապաշնորհ չլինեին, ներքաշված չլինեին կոռուպցիայի մեջ եւ զուրկ չլինեին ստեղծագործ մոտեցումից, ապա չէր լինի եւ Հյու Լոնգը։ Հյու Լոնգն այսպիսով Ռոբին Հուդի արքետիպի մարմնավորում էր՝ ճնշված, անտեսված ու արդարություն փնտրող խավերի բողոքի խոսափողն ընդդեմ բարձր խավերի։ Ռոբերտ Փեն Ուորենը հոդվածներից մեկում այսպիսի իրական դրվագ է ներկայացնում։ 1934 թվականին Լուիզիանայի հյուսիսում իր մեքենայով շրջելիս ճանապարհից պատահական մի ուղևորի է վերցնում տարեց մի գյուղացու։ Ակնհայտորեն դժվար կյանք ունեցած մեկն էր, ծանր ժամանակներ ու դժբախտություններ վերապրող մի կերպար։ Պատահական այդ ուղեկիցը Հյու Լոնգի առասպելը կազմող լիքը պատմություններ ուներ։ Ճանապարհները, ասաց նա, միթե կարելի է համեմատել նախկինի հետ։ Կարող ես շուկա հասնել։ Շուկա ես ուզում, նստի ու գնա։ Ոչ ճամփին ես հարկ տալիս, ոչ էլ կամրջի վրա։ Հյուի կամուրջներն անվճար են։ Ուորենի պատահական ուղեկցի ոգեշունչ տարվածությունը Հյու Լոնգի կերպարով եւ նրա անձի շուրջ հյուսված առասպելներով գրքի ստեղծման հոգեբանական խթանն է դառնում։ Պատմական այս համատեքստն է նաեւ պատճառը, որպեսզի այն մեկնաբանվի որպես պոպուլիզմի եւ քաղաքականության մասին մի գիրք։ Գրքի վերահրատարակման եւ թարգմանության գովազդներում հաճախ կտեսնեք
Այս գիրքը պոպուլիստ գործիչ Վիլլի Ստարկի մասին է, եւ ընդհանրապես այն դիրքավորում են որպես քաղաքականության մասին գրված մի երգ։ Հերոսին նահանգապետ Վիլլի Ստարկին պոպուլիստ համարելուն նպաստում են նրա հրապարակային գործունեության դրվագները։ Օրինակ, հանրահավաքի այս ոգեշունչ ելույթը։ Ժողովուրդ, մեզ մոտ քաղաքում մի փոքրիկ տուրուդմփոց է սկսվում իմ ու օրենսդիր ժողովի միջև, որտեղ բույն են դրել էգ գայլերի բորենագլուխ, շնամռութ, փորերը քարշ գցած, շուրթերը կախկցած ձագերը։ Դե գիտեք, թե ում մասին է խոսքս։ Այնքան շատ եմ նայել նրանց ու նրանց ցեղակիցներին, որ ինքս ինձ ասացի, արդյոք դուրս չգամ մի պտույտ գործելու, որ տեսնեմ, թե ինչի նման են մարդկային դեմքերը, քանի դեռ լրիվ չեմ մոռացել։ Դե հիմա այստեղ եմ եւ դուք էլ մարդու նման եք, քիչ թե շատ նման եք։ Այն էլ բանական մարդու, չնայած նրան, ինչ նրանք ձեր մասին ասում են օրենսդիր ժողովում ու այդ զրույցների համար ձեր գրպանի հաշվին օրը $500 են ստանում։ Նրանք ասում են, որ դուք հավի խելք էլ չունեք, որ ինձ նահանգապետ եք ընտրել։ Գուցե իսկապես հավի խելք էլ չունեք, ինձ մի հարցրեք, ես շահագրգռված կողմ եմ։ Մեջբերված հատվածը տարողունակ է շերտերով։ Առաջինը՝ օրենսդիրների սուր քննադատություն եւ ապամարտկայնացում, զուգահեռներ կենդանիների, գայլերի, շների հետ։ Երկրորդ շերտը՝ ժողովրդահաճո խոսք եւ սիրաշահում, ժողովրդի մաքուր, մարդկային եւ բանական կերպի ընդգծում։ Երրորդը՝ վատ, անբարոյական էլիտաների եւ ժողովրդի միտումնավոր հակադրություն, կոնֆլիկտի հրահրում։ Եվ վերջինը, ամենահետաքրքիրը, չորրորդ շերտը։ Դիմելով ժողովրդին Վիլլի Ստարկն ասում է. Գուցե իսկապես հավի խելք էլ չունեք, ինձ մի հարցրեք, ես շահագրգռված կողմ եմ։ Սա արդեն քաղաքական գործ չի, անկեղծություն խաղալու վարպետությունն է։ Տես, թե որքան անկեղծ եմ քո հետ սիրելի ժողովուրդ, որ չեմ էլ փորձում քեզ դուր գալ։ Գուցե եւ անխելք ես դու սիրելի ժողովուրդ, ինչ իմանամ։ Չեմ ստի ու չեմ հաճոյանա ձեզ։ Բայց եթե նույնիսկ այդպես է, միևնույն է, ձեզ հենց այդպես եմ սիրում ու ընդունում։ Դու ժողովուրդ, իմն ես, ընդունված ես, հարազատ ես, ինչպիսին է լինես։ Իսկ այն շենքում նստած սենատորները զզվում են քեզնից։ Վեպին հղում են անում նույնիսկ արդի քաղաքագիտական տեքստերը, ինչպես օրինակ ժամանակակից քաղաքագետ Յան Վերներ Մյուլլերը իր «Ինչ է պոպուլիզմը» գրքում։ Հաջորդ հանդիպումներից մեկում խոսելու ենք հենց այս աշխատության մասին եւ տարանջատելու ենք պոպուլիզմը դեմագոգիայից։ Իրականում Ուորենի վեպը պոպուլիզմի մասին չէ եւ ոչ էլ նույնիսկ քաղաքականության մասին։ Այո, քաղաքական պայքարը վեպի միջավայրն է, բայց քաղաքականությունն ու պոպուլիստական հռետորաբանությունն այստեղ ֆոն են միայն, դեկորացիաների դեր ունեն։ Վեպը գրականության հավերժական թեմաների շուրջ է։ Մարդու բարոյական անկման ու վերածննդի, մեղքի եւ դրանից փախուստի, սիրո ու դավաճանության։ Սա քրիստոնեական ոգով լեցուն պատում է աստվածաշնչյան հղումներով եւ մեջբերումներով։ Համընդհանուր խղճահարության ոգի կա այստեղ, ազատ անկման մեջ գտնվող բոլորի ու ամենայնի հանդեպ։ Առանցքային գիծը իշխանության մեջ հայտնված մարդու փչացումն է։ Մարդը հղանում է մեղքի ու ծնվում անբարոյականության մեջ։ Ճանապարհ է անցնում գոզաբույր բարուրից մինչև գարշահոտ սավան։ Սա է Վիլլի Ստարկի հավատամքը, որ անընդհատ իր հաստատումն է գտնում անգամ անթերի թվացող մարդկանց մեղքերի արդյունքում։ Սա պատում է գերմարդու մասին, որ թույլ է տալիս միջավայրը խժռի իրեն եւ կարծես ծանր չի տանում այդ փաստը։ Ես պետք է հավատամ, որ Վիլլի Ստարկը մեծ մարդ է եղել, թե ինչ պատահեց նրա մեծության հետ արդեն ուրիշ խնդիր է։ Գուցե նա իր մեծությունը շահ տվեց գետնին, ինչպես հեղուկն է թափվում ջարդված շշից։ Գուցե իր մեծությունը լցրեց մի կույտի մեջ եւ միանգամից հրկիզեց խավարում, ինչպես մի մեծ խարույկ, ու հետո ոչինչ չմնաց խավարից ու կայծկլտացող խանձողներից բացի։ Գուցե նա չէր կարողանում իր մեծությունը զանազանել իր ոչնչությունից եւ դրանք այնպես միախառնեց, որ ամեն ինչ փչացրեց, բայց նրա մեջ մեծություն կար։ Ես պարտավոր եմ դրան հավատալ։ Ինչու է Վիլլի Ստարկը մեծ մարդ, հանճար կամ գերմարդ։ Ըստ պատմողի, ըստ Ջեք Բարդենի, նրան հետաքրքրում է ոչ թե փողը, փառքը կամ այլ բան, նրան հետաքրքրում է հենց ինքը Վիլլի Ստարկը։ Ըստ այս մեկնաբանության հանճարը մեկն է, որի հայացքը ներս է ուղղված։ Նա կարող է տարբեր դերեր ունենալ, այդ դերերը փայլուն կատարել, գազանի պես պահել իշխանությունը, փնչացնել ու ատամներով կռիվ տալ քաղաքական հակառակորդների հետ, խարդավանքներ հյուսել կամ փրփուրը վերանին, հանրահավաքին ելույթ ունենալ։ Բայց այս ամենը եւ նույնիսկ իշխանությունը հանճարի համար պայմանականություն է, ձևականություն, որին ստիպված հետևում է, ինքն իրեն հետապնդելու, իրեն որպես թիրախ ունենալու ճանապարհին։ Գերմարդու կամ հանճարի մի տեսակ էլ Դոստոևսկու դևերի գլխավոր հերոսն է Նիկոլայ Ստավրոգինը։ Հակասական եւ էքսցենտրիկ Ստավրոգինը փայլուն կարողություններով օժտված մեկն է, որը սակայն հակված է բարոյական անկման։
Թե Ստավրոգինը, թե Վիլլի Ստարկը պատշաճ հեռավորություն են պահում իրենց լավ կամ վատ, բարի կամ չար արարքներից։ Բարոյական հակադիր բևեռների պատկանող գործողությունները նրանց համար հավասար արժեք են կամ ավելի ճշգրիտ հավասարապես որևէ արժեք չունեն։ Նրանք կարող են բարիք գործել անտարբեր, առանձնապես մեծ կարևորություն ու արժեք չտալով դրան։ Եվ նույն կերպ, նույն տրամադրությամբ, նույն անտարբերությամբ կարող են չարիք արարել։ Երկու հերոսներն էլ նիհիլիստական են, գործում են իմաստի ու բարոյականության վակուումի, դատարկության մեջ, կամ Նիցշեի բանաձևի համաձայն նրանք բարուց եւ չարից անդին են։ Ստավրոգինի կերպարին մանրամասն կանդրադառնանք հաջորդ հանդիպումներից մեկում, երբ խոսենք Դոստոևսկու դևերի մասին։ Խաղալիք ֆիլմում մասնակցությամբ Պիեր Ռիշարի շեֆը փորձարկում է անում։ Ենթականերից մեկին կարգադրում է հանվել։ Երբ ենթական անխոս հնազանդվում է պահանջին, շեֆը հռետորական հարց է տալիս. Ով է ավելի մեծ հրեշ, ինքը, որ նման հրաման է տվել, թե դրան անտրտունջ ենթարկվողը։ Ով է մեր երկուսից հրեշը։ Ես, որ ձեզ խնդրում եմ ձեր շալվարը հանել, թե դուք, որ պատրաստ եք ձեր հետույքը ցուցադրել։ Չգիտեմ, միսիեր։ Վիլլի Ստարկը նույն կենսափիլիսոփայության կրողն է, ինչ այս մեծահարուստը խաղալիք ֆիլմում։ Գրողը տանի պատասխանեց, դրանք այնպիսի աչքեր ունեն, որ մարդ ուրիշ կերպ խոսել չի կարող։ Սա օրինակ բնակալեզի մեկն է, անմիջապես երևում է։ Նրա հետ այլ կերպ վարվել չի կարելի։ Այո, ասացի, այդ մարդը մի երկար ճիճվի է նման։ Ես նրան բոլոր հնարավորությունները տվեցի, մռայլ արձագանքեց բոսը։ Նա 1000 անգամ կարող էր հրաժարվել կրկնելուց իմ ասածը, բայց նա կարող էր չլսել ինձ, կարող էր վեր կենալ, դուռը շրխկացնել ու գնալ։ Կարող էր վերջապես ամսաթիվ դնել այդ թղթի վրա ու երեսի շպրտել, բայց ոչ, գրողը տանի, Բայրամը դա անողը չէ։ Մեջբերված հատվածում բոսը Վիլլի Ստարկը գործում է փորձության դասական սխեմային համահունչ, որպես Մեֆիստոֆել, որպես չար ոգի։ Նա հերթական ծուղակ փորձությունն է ձեռնարկում, բայց միաժամանակ ազատ կամքից չի զրկում փորձության ենթարկվողին։ Դա երևում է տեքստի այս հատվածում։ Նա 1000 անգամ կարող էր հրաժարվել կրկնելուց իմ ասածը, նա կարող էր չլսել ինձ, կարող էր վեր կենալ, դուռը շրխկացնել ու գնալ։ Որենի վեպում շեֆն ու ենթակաները, հերոսներն ու միջավայրն իրար արժանի են։ Կարեկցանքի որևէ առիթ չկա։ Ժողովուրդն էլ իհարկե արժանի է նրան ու ընտրել է։ Բայց նրանց էլ կարելի էր առարկել։ Ոչ, ի վերջո, մեղավորը այնուամենայնիվ ամբողջն էր, անուղակի կերպով, քանի որ նա թույլ էր տվել Մակմերֆիին անցկացնել այդ մարդկանց, եւ ուղակի, քանի որ նա ի հեճուկս Մակմերֆի ընտրել էր Վիլլի Ստարկին։ Բայց ինչու էր նա ընտրել Վիլլի Ստարկին։ Նրա համար, որ հանգամանքները ստիպեցին, որ ամբողջը դառնա այն, ինչ որ է, թե նրա համար, որ Վիլլի Ստարկը կարողանում էր թեքվել ու խոնարհվել դեպի նա, ձեռքերը երկնքին պարզած ու աչքերը չռած։ Վեպի ուժեղ հարվածներից մեկն ուղղված է մարդկային երեսպաշտությանը։ Անավարտության ձգտող հազվագյուտ կերպարներն իրականում ազնիվ չեն, իրենք իրենց հանդեպ։ Նրանք գիտեն, որ չարիքն անխուսափելի է, բայց ձգտում են մաքուր մնալ, ավելի ճշգրիտ մաքուր երևալ։ Ուրեմն նա աշխատում էր ինձ հետ, որպես գլխավոր դատախազ եւ հրաժարական տվեց։ Իսկ գիտես ինչու։ Պատասխանի չսպասելով բոսը շարունակեց։ Հրաժարական տվեց, որովհետեւ չէր ուզում թաթիկները կեղտոտել։ Ուզում էր տուն կառուցել, բայց չգիտեր, որ ցեխի մեջ աղյուս շաղախող մարդիկ չկան։ Նա ճիշտ նման էր այն մարդուն, որ սիրում է բիֆշտեքս ուտել, բայց ատում է սպանդանոցի մասին միտքն անգամ, որովհետև այնտեղ վատ, անտաշ, անասուն չսիրող մարդիկ կան, որոնց վրա միայն պետք է գանգատ տալ կենդանիների պաշտպանության ընկերությանը, ուստի եւ հրաժարական տվեց։ Մարդկային այդ տափաստանում, ուր գետնաքաշ, գորշ թփեր են եւ անգործ թավալվող մացառներ, հանկարծ կաղնու պես խոյանում է նահանգապետը։ Նա էլ հաճելի մեկը չէ, բայց գործող մեկն է եւ խորություն ունի կարծես։ Մինչ մյուսները չեն ուզում թաթիկները կեղտոտել, նահանգապետը գործ է անում եւ պատրաստ է նաեւ կեղտոտվել, մտնելով բեռի տակ։ Վիլլի Ստարկը համոզված է, որ միայն չարիքից է հնարավոր բարիք ստեղծել, քանի որ այլ նյութ չկա։ Վեպի աշխարհում քաղաքականության մեջ թաթախված յուրաքանչյուր ոգ սրիկա է ու լպարծուն, բայց այս մի սրիկան Վիլլի Ստարկը գոնե վառ ու հակասական կերպար է։ Նա այն սրիկան է, որ արժանի է իր պատմությանը հետևենք։ Վեպի բոլոր հերոսները միևնույն հավաքական անձի կամ մեկը մյուսի այլընտրանքային եսերն են, ալտեր էգոները։ Վիլլի Ստարկը մյուսների թաքուն ու բաղձալի մղումների իրագործողն է, այն ցանկությունների, որ անգամ իրենք իրենց քաջություն չունեն խոստովանելու։
Նա ուրիշների, թուլամորթների, երգչոտների ու պասիվ երազողների իրացված եսն է, գործող եսը։ Դուք ուզում եք ձեր հարվարդյան ձեռքերը մաքուր պահել, բայց հոգու խորքում լավ գիտեք, որ ես ճշմարտությունն եմ ասում։ Ձեզ պարզապես անհրաժեշտ է, որ ուրիշն աղտոտվի։ Պատմողը Ջեք Բարդենն է, Վիլլի Ստարկի օգնականը, նրա անունից է իրադարձությունների շարադրանքը։ Ջեկը հայեցող է, Վիլլին գործող։ Ջեկը տեսության մարդ է, Վիլլին իրականության։ Մեկը վերացական գաղափարների ու նախագծերի հետ է խաղում, մյուսը դրանք կարծր փաստերի ու գործի է վերածում։ Երիտասարդ Ջեք Բարդենը նախաձեռնողականության պակասի, քայլ անելու անկարողության բերումով կորցնում է պատանեկան իր սիրուն։ Տարիներ անց այդ նույն կինը նահանգապետ Վիլլի Ստարկի սիրուհին է դառնում։ Սիրային այս թնջուկը վեպն ընթերցելու բանալիներից, հուշումներից մեկն է։ Այն ցույց է տալիս, որ Ջեք Բարդենը եւ Վիլլի Ստարկը միմյանց այլընտրանքային եսերն են, ալտեր էգոները։ Այդքան տարբեր, բևեռային, բայց արյունատար անոթներով իրար սերտաճած, մեկը մյուսից սնվող։ Վիլլի Ստարկը գործում է այնտեղ, որտեղ Ջեք Բարդենը միայն երազում է։ Վիլլին վերցնում է ամենը, որ Ջեկն էլ կուզեր վերցնել, բայց չի կարող։ Բոսը Վիլլի Ստարկը միայն Ջեք Բարդենի թաքուն ցանկությունների իրացնողը չէ, այլ վեպի մյուս կերպարներինն էլ։ Պստիկ Դաֆի, իր վարորդի շաքար մանչի, որ մանկական անաղարտ սիրով է սիրում շեֆին։ Մյուս հերոսներն էլ են մեկը մյուսին կապակցված, որպես հայելային արտացոլումներ։ Օրինակ Ջեք Բարդենն ու Պստիկ Դաֆին։ Եվ հանկարծ գլխի ընկա, որ ջանում եմ Դաֆիից խավության նոխազ շինել, նրա վրա բարթել սեփական մեղքերս, սահմանազատվել նրանից։ Ու ես հասկացա, որ նրան հայտնի է մղձավանջային ճշմարտությունը։ Մենք երկվորյակներ ենք, միմյանց կապված, առավել անկախտելի ու կործանարար։ Մենք միմյանց ենք գամված առհավետ, ու ես երբեք չեմ կարողանա ատել նրան առանց ատելու ինձ, կամ էլ սիրել ինձ առանց սիրելու նրան։ Եվ ես ատում էի բոլորին ու ամենքին, եւ ինքս ինձ, եւ Պստիկ Դաֆին, եւ Վիլլի Ստարկին, եւ Ադամ Սթենտոնին, նրանք բոլորն իմ աչքում միատեսակ էին թվում, եւ ես էլ ճիշտ նույն տեսակից էի, ինչ որ նրանք։ Վեպի բոլոր հերոսներն այսպիսով կերտված են դիալեկտիկայի, հակադրությունների միասնության եւ պայքարի օրենքին համահունչ։ Նրանք փոխադարձաբար միմյանց բացառող են, բայց եւ անբաժանելիորեն կապված։ Մեկի գոյությունը պայմանավորում է մյուսինը։ Չեն կարող առանձին անջատ գոյություն ունենալ։ Հակադրությունների պայքարը վերացնում կամ վերափոխում է հինը, այսինքն վերացնում է հենց իրենց հերոսներին։ Էական չէ լավ կամ վատ, բարի կամ թե չար։ Դրա արդյունքում է զարգացում լինում ու ստեղծվում նոր որակ։ Առանձին ուշադրության է արժանի պատմողը Ջեք Բարդենը։ Այս վեպը որքան Ստարկի մասին է, նույնքան Բարդենի։ Վիլլի Ստարկի պատմությունն անելով Ջեք Բարդենն ավելի շատ հենց իր մասին է պատմում։ Վեպի առանցքային կերպարներից մեկը Կաս Մաստերնը իր մեղքերը խոստովանող եւ քավող բարոյական վերածնման ճանապարհով ընթացող մեկն է։ Բոսը Վիլլի Ստարկը հակառակ ընթացքն է ներկայացնում՝ իշխանության մարդու ուղին, առանց բարոյական արգելակների։ Իսկ ահա Ջեք Բարդենը այս երկու հակադիր բևեռային ընթացքներից հավասարապես հեռու է։ Իսկ Ջեք Բարդենին ոչինչ չպատահեց, որովհետև Ջեք Բարդենի հետ երբեք ոչինչ չէր պատահում։ Նա անխոցելի էր։ Թերևս հենց այդ անխոցելիությունը Ջեք Բարդենին առաքված անեծքն էր։ Բարդենն անխոցելի է, քանի որ պատմողն իր պատմությունից պետք է դուրս լինի։ Նա վեր պատմական մեկն է, կողքից կամ վերևից դիտող, հեռավորություն պահող, մեկը ում խնայում եւ չեն ներքաշում իրադարձությունների հոսքի մեջ, որպեսի անվնաս մնա եւ վկայի ուրիշների առջեւ։ Նրա առաքելությունը ոչ թե ապրելն է, այլ ուրիշների կյանքը վկայելը, պատմելը։ Եթե Վիլլի Ստարկը հիշեցնում է Դոստոևսկու Ստավրոգինին, ուժեղ մի կերպարի, որ սակայն երես է թեքել իր տաղաններից ու առաքելությունից, ապա Ջեք Բարդենը հիշեցնում է Քամյուի Օտարը վեպի գլխավոր հերոսին՝ Մերսոյին։ Մերսոն օտար է ոչ միայն ուրիշների, հասարակության կամ միջավայրի հանդեպ, նա օտար է իր կյանքի հանդեպ։ Նա բացակայում է սեփական կյանքից, անտարբերության եւ անարժեքության պատնեշի հետևում է։ Այս իմաստով Ջեք Բարդենը շատ նման է Քամյուի հերոսին։ Բարդենը լայն առումով խորհրդանշում է նաև գրողին, արտիստին, ցանկացած մեկին, ով արձանագրում է, ով պատում է անում։ Ամերիկացի գրող Պոլ Օստերի այս խոսքը դիպուկ ամփոփում է այն, ինչ հիմա քննարկում ենք։ Գրելը միայնակ գործ է, այն խլում է քո կյանքը։ Որոշ իմաստով գրողը չունի իր սեփական կյանքը, նույնիսկ երբ նա այնտեղ է, նա իրականում այնտեղ չէ։ Վերջապես խորհրդանշական է նաև Ջեկի ազգանունը։
Բարդեն անգլերենում նշանակում է բեռ, թե ֆիզիկական իմաստով, թե սոցիալական, բարոյական, որպես ինչ-որ հարցում պարտական լինելու, մի բան անելու ծանր պարտավորություն, պարտք։ Բարդենը անձեռնմխելի է, ազատված է բոլոր պարտականություններից, բայց որպես բեռ ու անեծք կրում է այն միակը, պատմելու, վկայելու պարտավորությունը։ Արքայի ամբողջ թիկնազորը առնվազն 4 անգամ էկրանավորվել է։ 2 գեղարվեստական ֆիլմ է նկարահանվել Հոլիվուդում 1949-ին եւ դրանից մոտ 60 տարի անց 2006-ին։ 2 հեռուստատեսային ֆիլմի մասին է հայտնի։ Մեկը 1958 թվականին նկարահանված հանրահայտ Սիդնի Լյումետի հեռուստատեսային ֆիլմն է, իսկ մյուսը ԽՍՀՄ-ում 1971 թվականին նկարահանվածը։ Եթե հետ գնանք ժամանակագրական կարգով, ապա վերջին էկրանավորումը 2006-ինը թերևս ամենաանհաջողն է, չնայած հանրահռչակ աստղերի մասնակցությանը։ Շոն Պեն, Վիլլի Ստարկի դերում, Ջուդ Լոու, Ջեք Բարդենի դերում, Քեյթ Ուինսլեթ, Էնթոնի Հոփքինս, Ջեյմս Գանդոլֆինի եւ բազմաթիվ այլ տաղանդավոր արտիստներ։ Ռեժիսորը հայկական ծագմամբ Ստիվեն Զայլյանն է։ Աշխարհահռչակ դերասանների առատությամբ աչքի ընկնող այս ֆիլմը կարելի է կոչել ոչ թե արքայի ամբողջ թիկնազորը, այլ արքայի ամբողջ աստղաբույլը։ Բայց դա, ինչպես երևում է, չօգնեց եւ ֆիլմը բոլոր առումներով կարելի է տապալված համարել։ ԽՍՀՄ-ում ստեղծված հեռուստատեսային ֆիլմում թեև գրքից բառացի փոխառնված երկխոսություններ եւ ուղակի վերարտադրված դրվագներ կան, սակայն բացակայում են առանցքային սյուժետային գծերը։ Սպասելի է, որ այս ֆիլմը պետք է ներծծված լիներ արևմտյան հասարակարգի գաղափարախոսական քննադատությամբ։ Պատահական չէ, որ հեռուստատեսային ֆիլմերի 4-րդ համամիութենական փառատոնին այն արժանացել էր մրցանակի՝ բուրժուական, կենսակերպի, գեղարվեստական, ռեալիստական պատկերման համար։ Եթե անդրադառնանք միայն գեղարվեստական կողմին, ապա այստեղ տեսնում ենք ոչ թե ամերիկյան իրականության ծնունդ ամերիկյան կերպարների, այլ ուղնուծուծով սովետական դերասանների, որ ջանում են այդպիսին լինել։ Ինչ որ բան չի ստացվում, նրանք չափից ավելի զուսպ են, հավաք եւ զգաստ։ Դերասանական խաղն էլ համահունչ է ռուսական թատերական արվեստի ավանդույթներին։ Ամենավաղ 1949 թվականին նկարահանված հոլիվուդյան ֆիլմը 3 Օսկար է շահել լավագույն ֆիլմի, լավագույն դերասանի եւ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար։ Անկախ տիտղոսներից այս ֆիլմն իսկապես ստացված է եւ համահունչ վեպի մթնոլորտին ու ոգուն։ Միգուցե դեր է խաղացել վեպի հրապարակման 1946-ի եւ էկրանավորման 1949-ի միջև ընկած կարճ ժամանակահատված, ընդամենը 2-3 տարի։ Ֆիլմը երկար բարակ չներկայացնելու փոխարեն կարող են կենտրոնանալ միայն մի աննշան թվացող դրվագի վրա։ Վիլլի Ստարկը ոտքերը դրել է սեղանին։ Տիրական, ցցուն իր խոշոր ոտքերը։ Այնպես ինչպես սեղանին ոտքերն է դնում միջին ամերիկացին, եւ դա նորմալ ու սովորական է դիտվում։ Այս դրվագում եւ ամերիկյան կենցաղային մշակույթն է երևում եւ ինքը Վիլլի Ստարկը իր տիրական էությամբ որպես փնչացող մի տրակտոր։ Մյուս ֆիլմերը չունեն այդ համոզչականություն, ամեն ինչ մի տեսակ հարթված է, փայլեցված ու արհեստական։ Եվ հենց 40-ականների սև-սպիտակ այս ֆիլմն է, որ կոպիտ ու անմշակ, բայց աուտենտիկ, իսկական ժամանակն է մեր առջև բացում։ Ինչու կարդալ գիրքը եւ ինչով է այն օգտակար հենց հայաստանցի ընթերցողին։ Առաջին հերթին, որ հասկանանք, տեսնենք Հայաստանի վերջին տասնամյակների պատմությունը անկախացումից ի վեր պատմական եզակի ֆենոմեն չէ։ Վեպում շատ հյութալի կերպով ցույց են տրվում ԱՄՆ-ի 20-րդ դարի 30-ականների բարքերը։ Այն ամենը, ինչ հայ հասարակությանն այնքան ծանոթ է։ Պետական գնումներն ու կատաղի մրցակցությունը դրանցից մի կտոր թռցնելու համար։ Քաղաքական մրցակիցների ահաբեկումն ու ընտրություններին քվեներ փախցնելը։ Կոռուպցիան իր ցավոտ մանրամասներով։ Օրինակ, երբ չարաշահումներ թույլ տալու արդյունքում դպրոցի շինարարությունն անորակ է եւ փլուզման պատճառով երեխաներ են զոհվում։ Իդեպ երեխաների մահվան այս միջադեպը նպաստում է այդ ժամանակ ընդդիմադիր Վիլլի Ստարկի հեղինակության աճին, ով միայնակ պայքարում էր նահանգային կոռուպցիայի դեմ։ Գիրքը պետք է կարդալ հասկանալու համար, որ մենք Հայաստանը, հայ հասարակությունը ինչ-որ եզակի ու անկրկնելի ողբերգության զոհեր չենք, այլ անցնում ենք պատմության սովորական փուլերով, ինչպես այդ ժողովուրդները։ Վեպը քողազերծում է ԱՄՆ-ի լուսապսակը, դրա պատմության ամոթալի կողմերն է ցույց դնում, ստրկատիրությունից մինչև քաղաքացիական պատերազմ, եւ հիշեցնում, որ ազգերի տառապանքն ինչ-որ յուրահատուկ անեծք չէ, առաքված միայն ընտրյալներին։ Վեպի գեղարվեստական արժանինքներից է հետթարթերի, ֆլեշբեքերի գերազանց կիրառությունը։
Ընթերցողին պատմության էջերում հետ ու առաջ նետելը։ Վաղեմի անցյալի պատումները, որ այնքան հեռու են թվում, ներդաշնակ հյուսվում են այս պահի պատմությանը։ Եվ հանկարծ պարզվում է, որ դրանք միևնույն պատմությունն են, եւ առանց մեկի մյուսը թերի է։ Եւ իրականում ոչինչ չի ավարտվում, այլ տեղի է ունենում անընդհատ։ Այդպիսի մի ճյուղ է Կաս Մաստերնի մասին հատվածը, որ վիպակ է վեպի մեջ կամ պատում պատումի մեջ։ ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի եւ ստրկատիրության ֆոնին ծավալվող սիրային դրաման սկզբում խորթ մարմին է թվում, բայց տեքստի ծավալման ընթացքում բացահայտվում է դրա իմաստ նշանակությունը գլխավոր պատումի նկատմամբ։ Վեպը որոշ թույլ կամ ոչ համոզիչ կողմեր ունի։ Վիլլի Ստարկի նախատիպը Հյու Լոնգը իր էքսցենտրիկ վարքով հանդերձ ուներ արտահայտված դիրքորոշումներ հանրային ու քաղաքական խնդիրների վերաբերյալ։ Նրա գաղափարական մոտեցումները հակասական էին ու հեղեղուկ, բայց ինչ որ բան միևնույնն է, կար, դրսևորվում էր։ Գրքի կերպարի Վիլլի Ստարկի համոզմունքներն ու դավանանքը, օրինակ, աղքատության, անհավասարության, կրոնի, արժեքների կամ որևէ այլ սուր հանրային խնդրի վերաբերյալ թույլ են արտահայտված, գրեթե չեն երևում։ Կերպարի գաղափարական կողմը մի տեսակ թերի է ու կիսատ։ Վեպի մյուս թույլ կողմը Վիլլի Ստարկի որդուն, Թոմին առնչվող դրվագներն են։ Իդեպ, այստեղ սփոյլեր է լինելու։ Սա ազդեցիկ հոր հղպացած որդու դասական կերպար է, որ աչքի է ընկնում ցուցադրական ու անզուսպ վարքով։ Ֆուտբոլային խաղի ժամանակ Թոմը վնասվածք է ստանում եւ հաշմանդամություն ձեռք բերում, հետագա կյանքն անցկացնելով սայլակին գամված։ Թոմի դրվագները գրքում չափազանց բարոյախոսական են եւ պարզունակ։ Հաշմանդամությունը պատիժ է լկտի վարքի համար։ Ընդ որում, թե իր պատիժն է, թե ավելի շատ հոր Վիլլի Ստարկի։ Սա չափազանց նման է մակերեսային սերիալի այն սյուժեին, որտեղ չարը միշտ պատժվում է եւ որպես կանոն պատիժը վրա է հասնում ավտովթարի, քաղցկեղի կամ այլ ամբուժելի հիվանդության տեսքով։ Այս մասշտաբային եւ շերտերով հարուստ վեպում սյուժեի նմանատիպ միագիծ ու պարզունակ զարգացումը պետք է որ արգելված հնարք լիներ։ Բայց հեղինակն այդպես է կամեցել։ Վեպի մյուս տարօրինակությունն այն է, որ վերջնամասում ժանրը կարծես փոխվում է։ Սկզբնական պատումը, որ հոգեբանական դրամա է հիշեցնում, իսկ ոճը խոհական էսե, վեպի ավարտին արդեն փոխակերպվում է թրիլլերի, եթե ֆիլմերի լեզվով խոսենք։ Իսկապես, գրքի վերջին հատվածները շատ նման են արկածային ֆիլմի, դեպքերի արագացված ու քաոտիկ ընթացքով։ Ժանրային այս փոխակերպումը, որ այլ վեպերում գուցե հեղինակային յուրահատուկ հնարք եւ գրական փորձարկում, էքսպերիմենտ կդիտվեր, այստեղ այդքան էլ արդարացված չէ։ Վեպի վերջում հերոսները գործում են իրենց էությանն ու խառնվածքին ոչ համահունչ, ոչ ներդաշնակ։ Հայեցողական, ներամփոփ եւ բարոյական բարձր իդեալներ դավանող մի կերպար սպանության է դիմում։ Մի ուրիշ կերպար, որ ամբողջ ընթացքում ստորաքարշության ու վախի մեջ է խարխափել, հանկարծ դառնում է այդ սպանության դրդողներից, հրահրողներից մեկը։ Այդքան էլ համոզիչ չէ։ Տպավորություն է, թե Շեքսպիրյան ողբերգությանը սովոր արտիստին զոռով կտրել են թատերական միջավայրից եւ ստիպում են հոլիվուդյան մարտաֆիլմում խրոխտ շարժումներ անել։ Վեպի կրկնվող մոտիվներից է մեքենայով ճամփորդությունը, տեղից տեղ գնալը, որ այդքան հատուկ է ամերիկյան վեպին ու պատմվածքին։ Գիրքը սկսում է մայրուղու տեսարանով։ Նայում եք մայրուղուն եւ այն մղոններ շարունակ ուղղաձիգ վազում է դեպի ձեզ, սլանում կենտրոնի իր սև գծով, սև ու ողորկ, սպիտակ բետոնի վրա կուպրի նման փայլփլող գծով, անվադողերի դժոցի ուղեկցությամբ ու սպիտակ բետոնից վեր ծորում է տաք մուժն այնպես, որ միայն սև գիծն է երևում։ Որովհետև սա այն երկիրն է, որտեղ վաղուց իր տիրապետությունն է հաստատել ներքին շարժման այրիչի դարը։ Սա այն երկիրն է, որտեղ բենզինի եւ այրվող արգելակների հոտն ու կանգառի կարմիր ազդանշանն ավելի քաղցր են, քան մյուրոնը։ Ամերիկյան մեկ այլ վեպ Նաբոկովի Լոլիտան պատմություն է մեքենայով տեղից տեղ գնացող կամ փախչող հերոսների մասին։ Վիլյամ Սարոյանի հերոսներն էլ մոտոցիկլետ ու մեքենա սիրող են։ Հասարակ ու առօրեական թվացող մեքենայով պտտվելու դրվագները Սարոյանի մոտ այնքան համով են ստացվում։ Արքայի ամբողջ թիկնազորը շարունակում է ամերիկյան վեպին բնորոշ մեքենաների ու ճանապարհների թեման։ Այստեղ ավտոմեքենան մի լրացուցիչ իմաստ է ստանում, այն եւ փախուստի եւ հոգեվոր վերածննդի միջոց է։ Մեքենայով ճամփորդությունը ժամանակակից մարդու ուխտագնացությունն է, ինքն իրենից, իր եսից, ինքնությունից պոկվելու միջոց։ Վեպի հիանալի կտորներից մեկը պատմողի Ջեք Բարդենի մեքենա վարելն է դեպի արևմուտք, դեպի Կալիֆոռնիա։ Ոչինչ տեղի չի ունենում ոչ ճանապարհին, ոչ նպատակակետում, ոչ էլ տունդարձի ժամանակ։
Մի շաբաթ շարունակ Ջեկը միայն մեքենա է վարում։ Եվ այդ ոչինչ տեղի չունենալու, այսինքն իրադարձությունների ծանծաղության հանգամանքը ել ավելի է ընդգծում մեկ շաբաթյա ճամփորդության իրական իմաստը։ Մեքենայով ճամփորդությունը օրեր տևող մեդիտացիա է, ծես, անհավատի աղոթք ու ինքնարեֆլեքսիա, որ տեղի է ունենում ժամանակակից մարդու շարժական տաճարում, ավտոմեքենայում։ Ռոբերտ Փեն Ուորենի վեպը հանգիստ խղճով կարելի է դասել մեծ վեպերի շարքին։ Ինչպես գրականության այլ նշանակալի տեքստերը, սա եւս չունի մի կոնկրետ ասելիք, մի հստակ ուղերձ։ Այն տարողունակ է, մասշտաբային, լի բազում շերտերով։ Ուստի ներողամիտ լինենք գիրք է պոպուլիզմի մասին մարքեթինգային հնարի նկատմամբ, քանի որ գովազդային խայծը չի կարող վնասել լավ գրականությանը։